Առաջին հայացքից այս հայտարարությունները վստահելի են, սակայն պարզվել է, որ հեղինակները նման մեթոդով փորձել են մարդկանցից գումար հափշտակել։ Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ պատմեց Facebook-ում հայտարարություն էր տեսել, որ վաճառվում է փոքր տրակտոր, մոտ $3000-ով։ Շատ գայթակղիչքին էր, մաչելի, հարցին թե ինչի այդ կանեժան, ասեցի, որ խնդրում եմ այրս մատա պետք է տան հիվանդանոց, ասենք դերում են չեք մի վաճառեք, մենք առավոտ ինք երեգնաձորից է զանգում, ասում ենք առավոտ կլինենք էտև էլի գումարով, ասաց չէ, ես շատ ուշանում եմ, ես հենց հիմա պետք է իմ մորը հասնում հիվանդանոց, նիկը մարդիկ են զանգարում եւ այլն եւ այլն։ Այսպես մեր զրուցակիցը 160,000 դրամ է փոխանցել, այնուհետև կապ հաստատել տրակտոր վաճառողի հետ, որն էլ խոստացել է մեքենան տեղ հասցնել եւ հանձնել մեր զրուցակցին։ Հույսով սպասեցին մինչև լուսաբաց, զանգում ենք, այդ համարը չի պատասխանում, մի քանի անգամ զանգեցինք, այդ օրը անցած երեկոյան ինքը զանգեց, թե բա խնդիրներ են եղել, չգիտեմ եւ այլն, տարբեր պատճառաբանություններ։ Այդ գույքը օրը տենց խապեց, ասեց ես զինվորական եմ, ինչ-որ պոստերից են իջել, մենք էլ այդ ամեն ինչը հարգելով զինվորականին ստացեցինք դեպքում են չի խապում։ Այնուհետև վաճառողը խոստացել է գումարը վերադարձնել, մոտ 1 ամիս են տևել այս խոսակցությունները, որից հետո մեր զրուցակիցը գումարը հետ չստանալով որոշել է դիմել իրավապահ մարմիններին։ Նման մեթոդով շուրջ 50 քաղաքացի 50,000-ից 380,000 դրամ է կորցրել։ Հափշտակված գումարն ընդհանուր 14,798,200 դրամ է եղել։ Քննչական կոմիտեից են տեղեկացնում, ներկայացնում, թե ինչպես է խումբը գործել։ Facebook, TikTok, AutoAM, ListAM կայքերից ներբեռնել են իրական հայտարարությունների տվյալներ, այսինքն լուսանկարներ, ինչպես նաև ավտոմեքենաների վերաբերյալ բովանդակային տեղեկություններ, որոնք հետագայում տեղադրել են իրենց իսկ կողմից բացված նույնանուն սոցիալական կայքերում, այլ օգտահաշիվներում, նշված հայտարարություններում տեղադրել են իրենց իսկ հեռախոսահամարները եւ հայտարարությամբ նշել են շուկայականից անհամեմատ էժան գներ։ Բացի մեքենաներից նաև ընտանի կենդանիներ վաճառելու մասին են հայտարարություններ տարածել։ Ըստ քննիչի հանցավոր խմբի անդամները շատ դեպքերում այլ անուններով են ներկայացել, ասել, որ նշված մատչելի գինը պայմանավորված է իրենց հարազատին հիվանդանոց տեղափոխելու հանգամանքով։ Մարդկանցից գումարներ ստանալուց հետո էլ անհասանելի են դարձել։ Նախաքննության ընթացքում պարզվել են հանցավոր խմբի բոլոր անդամների տվյալները։ 3 անձի նկատմամբ, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է խարդախությամբ, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն իրականացնելը։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քննիչը հորդորում է մինչև գումար փոխանցելը հավաստիանալ, որ հայտարարությունն իրական է։ Նա մանավանդեն պարագայում, երբ որ դրանք իրականացվում են բանկային քարտերին փոխանցումներով։ Այսինքն այն դեպքերում, երբ որ ֆիզիկապես չեն առնչվում վաճառողի հետ, դա կասկածի տեղիք կարող է տալ ու դրանում հավաստիանալու համար առնվազն պետք է տեսնել այդ անձին, պայմանավորվել մարդու հետ ֆիզիկապես շփման համատեքստում։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։